Ամերիկացիներն ու ուկրաինացիները Ժնևյան բանակցություններում քննարկել են Թրամփի խաղաղության պլանն ու համատեղ հայտարարություն ընդունել։ Կողմերը խոսում են դիրքորոշումների համաձայնեցման ու հետագա քայլերի հստակեցման ուղղությամբ էական առաջընթացի մասին։ Հաջողվել է կարգավորել այսպես ասած վիճելի կետերի զգալի մասը։ Համաձայնեցված դրույթներից են Ուկրաինայի զինված ուժերի առավելագույն թվաքանակն ու պատանդների փոխանակման ձևաչափը։ Տարածքային հարցերն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելն Ուկրաինայի մայրօրենքում ամրագրելը պետք է քննարկեն անձամբ նախագահները։ Թրամփ-Զելենսկի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Կրկին հաստատվել է, որ ապագա ցանկացած համաձայնագիր պետք է լիովին պահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ ապահովի կայուն ու արդար խաղաղություն։ Կողմերը մշակել են խաղաղության թարմացված եւ կատարելագործված շրջանակային փաստաթուղթ ու պայմանավորվել առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը։ Ամերիկյան կողմը բանակցությունն անվանել է այս ընթացքում ամենաարդյունավետն ու իմաստալիցը։ Շատ լավ օր էր, կարծում եմ հսկայական առաջընթաց գրանցեցինք, սակայն դեռ աշխատանք կա անելու, եւ քանի որ սա շարունակում է մնալ աշխատանքային գործընթաց, ես չեմ ուզում այստեղ հայտարարել հաղթանակի կամ գործընթացի ավարտի մասին։ Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետի լավատեսական հայտարարությունը վերահաստատել է նաև ուկրաինական կողմը։ Հարգելի լրագրողներ, հարգարժան Մարկո, ուզում եմ հաստատել, որ շատ արդյունավետ հանդիպում ենք անցկացրել։ Շատ լավ առաջընթաց ենք գրանցել, շարժվում ենք արդար ու տևական խաղաղության հաստատման ճանապարհով։ Գործընթացին կներգրավենք նաև եվրոպացի գործընկերներ։ Թրամփի ծրագրի առանցքային կետերը նույնպես լուծելի են, անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես ժամանակի հարց է, վստահեցնում է Ռուբիոն։ Կային դրույթներ, որոնք մենք քննարկում ենք որպես սկզբնական 28 կետանոց պլանի մաս։ Սա աշխատանք է, կենդանի շնչող փաստաթուղթ։ Ամեն օր այն փոփոխվում է։ Բաց մնացած կետերն անհաղթահարելի չեն։ Ամերիկյան կողմը ժամկետներ չի նշում, սակայն ձգտում է վերջնական համաձայնեցված արդյունքի հասնել հնարավորինս շուտ։ New York Times-ի տվյալով Ժնևյան քննարկումներից հետո Թրամփի ծրագիրը փոփոխության է ենթարկվել։ Ուկրաինայի նախագահն էլ նշել է, դիվանագիտությունը վերակենդանացել է։ Շատ բան է փոխվում, մենք շատ ուշադիր ու զգույշ ենք աշխատում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերի վրա։ Կան ազդանշաններ, որ նախագահ Թրամփի թիմը լսում է մեզ։ G7-ի ու Եվրամիության անդամ երկրները հավաքվել են Յոհանեսբուրգում քննարկելու Թրամփի ծրագիրը։ Եվրաերյակը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան իրենց 24 կետից բաղկացած պլանն են մշակել։ Ըստ Պոլիտիկոյի եվրոպական ծրագիրը հիմնված է ամերիկյան պլանի վրա, սակայն առանցքային կետերն անմատապես տարբերվում են։ Եվրոպան առաջարկում է ուկրաինական բանակի թվաքանակը հասցնել 800,000-ի, ոչ ամերիկյան տարբերակով 600,000-ի։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է Թրամփի ծրագիրը, սակայն որոշ վերապահումներով։ Փաստաթուղթը լավ է այն առումով, որ առաջարկում է խաղաղություն եւ ներառում է ինքնիշխանության, անվտանգության երաշխիքների եւ այլ հարցերի կարևոր տարրեր։ Սակայն դա աշխատանքի մեկնարկի հիմքն է, որը պետք է վերանայվի։ Սա չի կարող պարզապես ամերիկյան առաջարկ լինել։ Պետք են ավելի լայն խորհրդակցություններ։ Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի ներգրավվածությունն ու ուկրաինացիների հաստատումը։ Միաժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, որ եվրոպական ոչ մի պլանի մասին տեղյակ չէ։ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Մոսկվան որևէ պաշտոնական տեղեկություն չի ստացել Ժնևի բանակցությունների մասին։ Մոսկվան տեղյակ չէ, թե ինչ ծրագիր է մշակվել այդ շփումների ընթացքում։ Չենք ցանկանում ԶԼՄ-ների միջոցով քննարկել Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը։ Դա անհնար է եւ ոչ տեղին։ Ավելի վաղ Կրեմլի ղեկավարն ասել էր, որ ամերիկյան կողմին չի հաջողում ստանալ ուկրաինացիների համաձայնությունը։ Ըստ Պուտինի, Ուկրաինան ու նրա եվրոպացի դաշնակիցները դեռևս պատրանքների մեջ են եւ երազում են Ռուսաստանին մարտադաշտում ռազմավարական պարտության մատնելու մասին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։